Երբ 1927 թվականի մայիսի 15-ին Հոլիվուդի Ռուզվելտ հյուրանոցն առաջին անգամ բացեց իր դռները, ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի պատմություններ կծավալվեին դրա պատերի հետևում։ Բազմաթիվ հայտնի մարդկանց ներկայությամբ, այդ թվում Չարլի Չապլինի, բայց շամպայնի խցաններն ու թարթող լույսերը շուտով կմարեին, որովհետև հյուրանոցի միջանցքներն ու սենյակները լցվեցին դիվային աշխարհով։ Բարի գալուստ ևս մեկ առեղծվածային վայր։ Այսօր մենք ուսումնասիրելու ենք Ռուզվելտ հոթելի հրեշներին, ուրվականներին ու պատմությունը։ Հոլիվուդի Ռուզվելտ հյուրանոցի կառուցման ժամանակ այս 12 հարկանի շքեղ գույքի ավարտը արժեցավ $2.5 միլիոն։ Դա այսօրվա չափանիշներով կազմում է ավելի քան $43 միլիոն, անվանված լինելով նախագահ Թեոդոր Ռուզվելտի պատվին։ Այն նախագծվել է հարուստներին ու հզորներին հիացնելու համար, և երկար տարիներ հենց դա է անում։ 1929 թվականին այստեղ անցկացվեց պատմության մեջ առաջին Օսկար մրցանակաբաշխությունը, որն այն ժամանակ կոչվում էր Արժեքների մրցանակ։ Ասում են, դա եղել է Օսկարի պատմության ամենակարճ միջոցառումը, տևելով ընդամենը 5 րոպե։ Ակադեմիան հյուրանոցն օգտագործեց իր հանդիպումների համար մինչև 1935 թվականը, բայց երբ եկան 1950-ականները, հյուրանոցի հանրաճանաչությունը սկսեց նվազել։ Առեղծվածային հայելիներից, սենյակներից, միջանցքներից ու դահլիճներից Հոլիվուդի Ռուզվելտ հյուրանոցն արթնացավ և սկսեց ստիպել նույնիսկ ամենացինիկ մարդկանց հավատալ, որ ստվերներում ինչ-որ բան կա, որ հետևում է իրենց։ Եվ մենք սկսենք լեգենդից՝ Մերլին Մոնրոյից։ Իր կյանքում նա սոսկալիորեն տառապում էր բռնության տարբեր ձևերից, ինչը հանգեցրեց հոգեկան առողջության խնդիրների։ Ուշադրության կենտրոնում լինելը հաստատ չօգնեց, քանի որ ճիշտ է, նա վերջապես ստացավ այն սերը, որի կարիքն ուներ, բայց մամուլը նույնպես արագորեն քննադատում և քանդում էր նրա կյանքը իր սեփական զվարճանքի համար։ Մի ժամանակաշրջանում, երբ հոգեկան առողջության խնդիրները դատապարտվում էին և շատ քիչ էին հասկացվում, նա երբեք չստացավ այն աջակցությունը, որի կարիքն ուներ, և փոխարենը դիմեց թմրամոլներին, ալկոհոլին ու սեքսին, որպես դևերին վանելու միջոց։ Բայց նա հաշվի չէր առնում, որ այն ինչ որ նա անում էր, դա գրավում էր դևերին։ Եվ 1940-ականներին Մերլինը 2 տարի ապրեց այս հյուրանոցում։ Նրա առաջին պրոֆեսիոնալ մոդելային աշխատանքը լոսյոնի գովազդն էր, և նրան լուսանկարեցին հյուրանոցի լողավազանի մոտ։ Թվում էր, նա գոհ էր այստեղ անցկացրած ժամանակից, ինչը կարող է պատճառ լինել, որ տարիների ընթացքում բազմաթիվ հյուրեր ու աշխատակիցներ ականատես են եղել նրա ուրվականին։ Մարդիկ պնդում են, որ նրա հոգուն ոչ միայն տեսել են պարելիս Բլոսոմ կոչվող պարահանդեսային դահլիճում և հյուրանոցի այլ տարածքներում, այլև նրան տեսել են իրենց նայելիս մի մեծ հայլու մեջ, որը նախկինում գտնվում էր իր սենյակում։ Այն բանից հետո, երբ հայելին տեղափոխվեց միջանցք, տեսիլքները դարձան այնքան հաճախակի, որ աշխատակիցները մտահոգվեցին, որ նա կարող է վախեցնել հյուրերին, և ստիպված եղան տեղափոխել այն։ Նրա հյուրանոցային սենյակի համարը 1200-ը այժմ վերանվանվել է Մերլինի սյուիտ։ Այս 750 քառակուսի ֆուտ մակերեսով սյուիտն այժմ հյուրանոցի ամենապահանջված սենյակներից մեկն է, բայց թվում է, որ միայն Մերլինը չէր, որ սիրում էր ժամանակ անցկացնել Բլոսոմ դահլիճում։ Ասում են, որ այս տարածքում տեսել են նաև 2 տղամարդու հոգու։ Մարդիկ կարծում են, որ դրանցից մեկը 1920-ականների դերասան է, ով հնարավոր է վերապրում է իր փառքի օրերը, հագնված իր սմոքինգով, տպավորություն թողնելու համար։ Ըստ էքստրասենսների, նա անվանակարգված անձ էր, ով նույնպես մասնակցել էր Օսկարի բանկետին։ Հյուրերը պնդում են, որ նրանք լսել են դաշնամուրային նվագի ձայներ դահլիճից, բայց երբ նրանք ցանկացել են տեսնել, թե ով է այդ տաղանդավոր մարդը, ով նվագում էր, մարդիկ պնդում էին, որ դա հոգի էր։ Տաղանդավոր դերասան Մոնտգոմերի Քլիֆտը իր կարիերայի գագաթնակետին էր Օսկարի 3 անվանակարգերով։ Նա 3 ամիս մնաց 928 սենյակում, երբ նկարահանվում էր 1952 թվականի «Այսուհետ և Հավիտյանս» ֆիլմում։
Ասում են, որ նա հյուրանոցում անցկացրած իր ժամանակը համարում էր իր կյանքի լավագույն պահերը, բայց ամեն ինչ փլուզվեց 1958 թվականին, երբ ավտովթարից հետո նրա դեմքին մնացին սպիներ, որոնք խլեցին նրա վստահությունը, ստիպելով նրան դիմել ալկոհոլին և թմրանյութերին, ցավը խլացնելու համար։ Նրա հոգուն բազմիցս տեսել են թափառելիս հյուրանոցի 9-րդ հարկում և իր հին սենյակում։ Հյուրերը, ովքեր մնացել են այստեղ, զգացել են սարսափելի բաներ, ներառյալ այն զգացողությունը, որ անկողնում պառկած ժամանակ չեն կարողանում շարժվել, կամ որ սենյակի անկյունից իրենց հետևում են։ Մի հյուր պատմում էր, որ նա իր անկողնում կարդում էր և հանկարծ զգաց, որ մի ձեռք թփթփացնում է իր ուսին։ Ենթադրելով, թե իր ամուսինն է ուզում իր ուշադրությունը գրավել, նա շրջվեց դեպի նրան, բայց տեսավ, որ նա քնած է իր կողքին։ Եվ այդ հյուրը սարսափահար էր եղել, որովհետև իրենից և ամուսնուց սենյակում ուրիշ ոչ ոք չկար։ Բայց միայն հյուրերը չեն, որ տեսել էին նրա ուրվականին։ Սպասուհիները հաճախ նշել են, որ զգացել են, թե ինչպես են նա անցնում իրենց կողքով, օդի ցուրտ հոսանքի պես, մինչ նրանք մաքրում էին տարածքը և զգում էին նրա ներկայությունը միջանցքներով քայլելիս։ Բայց ոչ բոլոր ուրվականներն են, որ հայտնի մարդիկ էին։ Ասում են, որ մի երիտասարդ հոգի ճանապարհորդում է հյուրանոցի շատ տարածքներում։ Նրան կոչում են Քերոլայն, և նա ընդամենը 5 տարեկան էր, երբ մահացավ։ Նրան առաջին անգամ տեսել են ակադեմիական սենյակում 1992 թվականին։ Մարդիկ ասում էին, որ նրան տեսնում էին լաց լինելիս և անհանգստացած, և այդ տղան ասում էր, որ իր մայրը կարող է վնասվել։ Երբ էքստրասենսները և մարդիկ փորձել են մխիթարել նրան, նա անհետացել է, բայց Քերոլայնը միշտ չէ, որ տխուր էր հայտնվում, քանի որ այլ հյուրեր ու աշխատակիցներ տեսել են նրա ամբողջական մարմնով խաղալիս, թռվռալիս և հյուրանոցի շուրջը երգելիս։ Ասում են, որ նրա հոգին այնքան պինդ տեսք ունի, որ մի ընդունարանի աշխատակից կարծել է, թե նա ողջ է և նկարագրել է նրան վարդագույն բաճկոնով և ջինսով, մինչև նա հանկարծակի անհետացել է։ Նույնպես հյուրանոցի անվտանգության աշխատակիցները պնդում են, որ նրանք տեսել են տեսախցիկով, որ լողավազանում մի քանի հոգի լողանում են, բայց այդ ժամին տարածքը փակ էր և ոչ ոք չէր կարող այնտեղ մտնել։ Նրանք արագ վազել են այնտեղ ստուգելու համար և երբ տեղ են հասել, այնտեղ ոչ ոք չի եղել, և ջուրն էլ եղել է շատ հանդարտ, և նրանք սարսափահար են եղել։ Սրանք շատ տարօրինակ և վիճելի պատմություններ են։ Եթե սրա մասին խոսեին ընդամենը մի քանի հոգի, կարող էինք չհավատալ, բայց երբ սրա մասին պատմում են հազարավոր մարդիկ, տարբեր բնագավառներից, տարբեր տեղերից եկած մարդիկ, սա արդեն կասկածի տեղիք է տալիս, որ այս ամենը կարող է իսկապես իրականություն լինել։ Բայց դուք կհավատաք, թե ոչ, դա միայն որոշում եք դուք, և գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Արդյոք հավատում եք այս պատմություններին, թե ոչ։ Կամ կցանկանայիք գնալ այդ հյուրանոցը գիշերելու համար։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և կիսվել հոլովակով ձեր ընկերների հետ։ Մինչ նոր բացահայտում։